կյանքս, այս բաժակով էլ ուզում եմ խմեմ իմ ու քո սիրո կենացը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ճակատագրից, որ մեզ իրար հետ ծանոթացրեց, ու որ մենք մեր ամբողջ կյանքում միասին գուլյատ ենք ելնելու։ Լսի, դու ինձ իմ փողերի համար չես սիրում, չէ՞։ Ոչ չէ, ոչս, չես խոսում։ Ես քեզ կսիրեմ նույնիսկ եթե դու աղքատ լինես։ Բայց դու աղքատ չես լինի, չէ՞։ Որտեղ ես տեսել աղքատ մարդ, ով սեփական ռեստորան ունի, շվեյցարական բանկերում հաշիվներ ունի ու խմում է աշխարհի ամենաթանկ գինին։ Ինչի ես ինչ գինի է որ։ Այս գինին կոչվում է Լշադոդը խնդողնի 1886։ Վաու։ Այս գինին արտադրվում է ֆրանսիական Զիդան լեռան ստորոտում գտնվող հրաբխային խառնարաններից մեկի պարարտ հողի վրա։ Ու այս գինուց արտադրվել է ընդամենը 6 շիշ ու ոստենովես մի շիշը մենք ենք ըմբոշխնում։ Պապա ջան, այս պոմիդորը կեր, ես եմ իմ ձեռքերով կտրատել։ Պապա ջան, իմ կտրատած վարունգից էլ, հա, փորձեք։ Շիրո։ Չեմ հասկանում, մենք իրար զատ տաղերքն ենք, բայց նա ուզում է տունը տա այդ փչացածին։ Չես ամաչում։ Մեր նոր մամային ինչի ես ասում փչացած։ Ես հենց հիմա պապային կասեմ։ Պապա, ես Գլուխը թավաքի։ Չես հասկանում, որ այդ տունը տվեց Նիկային։ Դու ստիպված ես լինեն քո կնոջը շալակես։ Ես էլ Ալվարդի շալակեմ ու գնանք այս տնից։ չի կարա տենց բան լինի։ Ինչի։ Որովհետև դու Ալվարդին չես կարա շալակես։ Շիրո։ Մենք չպիտի թողնենք, որ նա տունը տա Նիկային։ Այդ աղջիկը իմ դուրը չի գալիս։ Դե պարզ է, որ այդ աղջիկը քո դուրը չի գալիս։ Մենք տեսնում ենք քեզ ինչ աղջիկներ են դուր գալիս։ Պապա ջան, վարունգը կերեք օգտակար է, օրգանիզմը դետոքս է անում։ Պապա ջան, պոմիդոր կեր, ոչ մի դետոքս մետոքս չի անում, նորմալ կշտացնում է։ Հավայց ով է տեսել գինու հետ պամիդոր վարունգ ուտեն։ Ուրիշ բան չկա։ Հեսա բերեմ։ Վայ, ես մեր թանկանոց գինին բրծա։ Չմտածես կյանքս, քանի ես կամ դու հայել պետք է թանկանոց գինիներով գուլյատ անես։ Սպասի հեսա գալիս եմ։ Վայ։ Նիկա ջան, իսկ դու հորոսկոպով ինչ ես։ Կույս։ Բայց քեզ ավելի շատ խեցգետին ես ասում։ Իվան, այդ գինին որտեղից էր արել։ Մալացիայի շուկայից։ Հանացիայի շուկայից։ Իդրա 450 դրամ։ Կաշած գինի է։ Տրելի վեր։ Ոյ պապա խելդ գինու ժամանակն է։ Դու ինչ ես ուզում ես տունը տաս Նիկային։ Ես տունն եմ գրավ դրել, որ այդ ռեստորանը առնեմ։ Սպասիլը։ Ով ասել է տունը տալիս եմ Նիկային։ Ես տես բան չեմ ասել։ Ուղղակի ես ու Նիկան տեղափոխվում ենք ստեղ։ Ինչ։ Բայց պապ ջան, ես ու մանեն հազիվ ենք այս տան մեջ տեղավորվում։ Հələ ես ու Ալվարդն էլ խանգարում են։ Դուք էլ եկաք 3 զույգով ոնց ենք ապրելու։ Ոչինչ, հանգիստ։ Կհարմարվենք։ Ննջասենյակում քնելու գրաֆիկ կկազմենք։ Ճիշտ ասում։ Շաբաթը ունի 7 օր։ 7-ը բաժանում ենք 3-ի, ստացվում է 2.3։ 2 օրը մեկ, գիշերը ժամը 3-ին արթնանում ենք, տեղերով փոխվում ենք։ Պապա ջան, ինչի սրա տեղը մի հատ կուբիկը ռուբիկ չէիր բերում։ Ինչի՞ համար։ Ու չկարողանայինք հավաքեինք, քցեինք, բալկոն մոռանայինք սրամը։ Հա, լավ, հանգստացի։ Սենց որ նայում եմ։ Ավելի լավ կներ, որ մի հատ վարձով տունելներ, ես ու Նիկաս գնայինք, առանձին մնայինք, ձեզ էլ դեղություն չտայինք։ Մենք քեզ համար տուն կճարենք, պապ ջան։ Լավ, կեղծավոր բաներ մի արա։ Թրեգիդի վեր։ Ո՞նց է տաղես, բալես։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհ Բնակվում են
ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կրվում իրար մի սենոտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ բերում Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Շիրովի վար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Շիրովի Ջիրո Ականջականների թանի բան եմ ասում Անեցի, բայց կարայր սենց էլ ասեիր, մեկա միացրած չէր Ջիրո ես մի հատ թույն այդիա ունեմ Ոնց թույն այդիա ունեմ Իսկ ինչի եմ ես դա ամուսնանալուց հետո իմանում Ջիրո բայց դու ինչ քյութ ես Այդիա նշանակում է գաղափար Հա, գաղափար, ինչ գաղափար Լսի, դուք պապայիդ համար պիտի տուն գտնեք, չէ վարձով Հա Ճիշտ կանես, Իվանից թաքուն դու մի հատ լավ տուն գտնես պապայի համար ու մտնես իրա աչքը Հնարավոր է դրանից հետո որոշի տունը թողնել մեզ Կյանքս ես ինչ թույն այդիա էր Կակրազ Իվանի ու Ալվարդի համար պետքա տուն ընտրեինք, չէ Էդ տունը կտանք պապային Որ տունը, այն որ գարաժը սարքած մի սենյակ, գազ չկա, ջուր չկա ու արտաշատում, հա? Դու մոռացել ես, որ այդ տունը Իվանի ու Ալվարդի համար ես գտել։ Իսկ ես ասում եմ լավ տուն գտնես, որ պապատ հպարտանա քեզնով։ Շատ ճիշտ ես ասում։ Ես հենց այսօր էլ այդ հարցով կզբաղվեմ։ Իսկ կօգնես ինձ այդ տունը գտնենք։ Չէ, ես չեմ կարա, ես զբաղված եմ։ Պիտի ռեստորանի համար ռիլ նկարեմ։ Իդեպ, կարամ քեզ նկարեմ։ Չէ, ես էլ եմ զբաղված, ես էլ գործ ունեմ։ Ինչ գործ։ Դի պապայի համար վարձով տուն գտնեմ։ Մոռացել էի։ Լավ, դե գնամ չխանգարեմ քեզ։ Լավ։ Miro, qu'est-ce qui s'est passé avec toi? Est-ce que tu es bichak? T'es une chérie? Je ne réponds pas. Attends, c'est passé. Yes, que gouchakem. Չնայած լավ, ասա, մեկը դու ունես բան ես արել, որ ոչ մի նորմալ մարդու մտքով անգամ չեր անցնի։ Սովորականի պես Միրոն գալիս էր գործի, ու տեսա, որ խցանում է, սվետաֆորը չէր աշխատում, ու այդ ժամանակ Միրոյի գլխում ինչ-որ մի բան կտաց։ Քեզ ասել ենք, այդ կտոցի համար դոկտորի մոտ պիտի գնաս։ Դե լավ էլի, մինչև վերջ լսի։ Ու Միրոնը տեղ հասկացա, որ պետքա դառնա պարեկ, որ այս քաղաքը բրկի խցանումներից։ Այս քաղաքը խցանումներից նույնիսկ քաղաքապետարանը չի կարող բրկի։ Կարաս մինչև վերջ լսես։ Իջա մոպեդից ես։ Գնացի, որ կարգավորումներ անեմ։ Միտեղ փակեցի, միտեղ բացեցի։ Մեկին ասեցի գնա աջ, մեկին ասեցի գնա ուղիղ։ Բայց ինչ անիվի հետք է։ Հա, էս հեչ։ Մարդկար Միրոյի կարգավորումները այդքան էլ համաձայն չէր։ Միրո, այս ամեն ինչի մեջ ինձ մի հարց է տանջում։ Դու մոպեդով ինչու էիր խցանման մեջ կանգնել, հա? Հետաքրքիր մարդ ես։ Ժողովուրդը կանգնել էր, Միրոնը կանգնեց։ Լավ։ Այս աղբատար թափի, անցի գործի։ Կիսեք։ Ու ամենակարևորը, Apex-ը շատ ապահով է ու մատչելի։ Մենք աշխատում ենք 24 ժամ։ Շաբաթը 7 օր։ Մեր հավելվածի միջոցով հնարավոր է պատվիրել տաքսի, բեռնափոխադրում, մինչև 2 բեռնակիր բանվորներով։ Մենք ձեզ հետ կհամագործակցենք 24/7 ռեժիմով չեմ խոստանում, բայց կհամագործակցենք։ Ալվարդ,
չես մոռացել, չէ՞ որ երեկոյան տուրիստներ են գալու ռեստորան։ Ժիրոյին ասա հաճախորդներին տեղյակ պահի, որ մենք աշխատելու ենք այսօր մինչև ժամը 7-ը։ Իվան, դու դեռ չես հասկացել, որ Ժիրոյին մի հատ գործ ես տալիս, 3 հատ ավել գործ բացվում է։ Ես սաղ կանեմ։ Լավ, արի տուրիստների մենյուն կազմենք, լավ։ Այդ պասի հետո կանենք։ Հիմա ավելավ է հորդ համար վարձով տուն գթի։ Հեսա Ժիրոյին ասիլ դուր գնայինք։ Իվան, մոռացի Ժիրոյին։ Դու ավելավ է հորդ համար վարձով տուն գթի, մի քանի ամսվա փողն էլ մի անգամից դուր հորդ աճ կմտի, որ այդ տունն էլ մեզ տա, որ մենք հանգիստ ապրենք։ Բայց լավ բան ես ասում, ցիտիկս։ Իսկ ես երբ եմ վատ բան ասում, ցուլիկս։ Դիոր գիրկս, ցիտիկս։ Չէ, հիմա չէ Իվան, ավելավա շուտ վարձով տուն գտի, որ մանեին ու Ժիրոյին հանես այդ տնից, հələ որ ինձ լսես, ռեստորանից է կհանես։ Հա դե Ժիրոյին հասկացա, բայց մանային չեմ կարող։ Այդ աղջիկը ինչքան էլ ցնդած լինի, մեկը իր շնորհիվ է, որ մեր ռեստորան լիքը տուրիստներ են գալիս։ Իր շնորհիվ է, որ այս մարդու նման գործընկերներ ունենք։ Լսի, այդ մանեի ռիլերի շնորհիվ չի, այդ իմ շնորհիվ է, որովհետև ես այս քաղաքի բոլոր ռեստորանների վրա թուղթուգիր եմ արել։ Լավ է, ցիտիկս։ Յանքս։ Ինչ ես անում։ Գնում եմ պապայի համար վարձով տուն ճարել։ Նա ինչքան հայտարարություն եմ տպել։ Շատ լավ ես մտածել ապրես։ Բայց մի րոպե, քո հետ ո՞նց են կապնվելու։ Ռև քյութ ես, հա։ Հեսա, արվնս գրածա։ Կպոկեն կգտնեն։ Գնացի։ Սեբաստիան։ Ուի։ Սեբաստիան, որ քեզ շատ խնդրեմ, կպատրաստես քո ամենաթոփ վաճառվող ուտեստները։ Ուզում եմ թրենդային ռիլ նկարեմ։ Իդեպ, կարամ քեզ նկարեմ։ Խնդրի չկա, բայց մի պայմանով, որ ոչ մի տեղ չհրապարակես։ Չես ուզում նկարվես, տենց էլ ասա։ Միրո, ես ի՞նչ է։ Միրոն իր անկերոջն է օգնում, ձեռքի հետ նոր մասնագիտություն է սովորում։ Միրո, հələ լսի, ես ուզում եմ քեզ նոր գործ առաջարկեմ։ Ինչ գործ։ Պիտի ուտես, քո կարծիքը ասես ու փող աշխատես։ Պատգամավոր։ Չէ, food blogger։ Պաստորեն պետքա ուտեմ, համել գումար աշխատեմ։ Այդ Միրո երազանքի գործն է։ Բարև ձեզ։ Ով է Samsung Galaxy Z Fold 7 պատվիրել։ Yes։ Thank you։ Ահա։ Հենց սրանով էլ կնկարենք։ Z Fold 7-ի կամերան շատ լավն է։ Մանեջեր ինչի ես մի հատ ռիլի համար 7 հատ հեռախոս պատվիրել։ Miro, you are so stupid։ Thank you, manager, thank you։ You're welcome։ I'm a table։ Yes։ Բայց մեկը Իվանն է ինչ լավն է, 3 սենյակ, գույք ու տեխնիկա, նոր վերանորոգած, ընդամենը 80,000 դրամ։ Այս տունը որ վերցնես, պապատ մեզնից գող կմնա ու սաղկյան քեզ կհիշի։ Ալվար ջան, հələ լավ կարդ, այս տունը վերջին հարկում է, վերելակն էլ չի աշխատում։ Պապան ամեն անգամ այդ 9 հարկ ելնել իջնելուց համ ինձ է հիշելու, համ քեզ է հիշելու, համ էլ մեր տիրոջ մորն է հիշելու։ Բայց մյուսը ոնց էր թա վատ տարբերակ չգիտես։ Հələ զանգի։ Ալո։ Բարև ձեզ, ես Մաշտոցի Պողոտայի տան համար եմ զանգել, պայմաններին կծանոթացնեք։ Ասեմ, տունը կապիտալ վերանորոգված է, 4 սենյակ, կահույքը եւ տեխնիկան լրիվ նոր են։ Արևկող տուն է, 3-րդ հարկ։ Վերելակը աշխատում է, ներքևում խանութներ են, կողքը դպրոց ու մանկապարտեզ։ Վարձն ընդամենը 250,000 դրամ։ Դեպոզիտ էլ չեմ ուզում։ Իսկ լավ պայմաններ են, չէ։ Երբ կարան գանք նայենք։ Հələ մի րոպե։ Իսկ դուք հորոսկոպով ինչ եք։ Էդ ինչ կապ ունի, ասենք թե երկվորյակ։ Շնորհակալություն, հաջողություն։ Ինչ ես անում, Ալվար։ Իվան, դու չգիտես, որ երկվորյակներին հավատալ չի կարելի։ Ես մի հատ ծանոթ բրոկեր ունեմ, շատ արդար մարդ է, աղեղնավոր։ Կզանգես իր հետ կպայմանավորվես, կգնաք տուն կնայեք։
Նագեցները պատրաստ են։ Oh, merci beaucoup, chef. Ինչպես միշտ, արագ ու համեղ։ Շիրո! Տեսում եք, դու չգիտեմ ուր ես գնացել։ Կինետու են աննողմալ ընկերդ ինչ-որ վիդեո են նկարում։ Ալվարդել Իվանի հետ կաբինետում փակվել իրար ծիտիկ ու ցուլիկ են ասում։ Ես ամբողջ շղեստողանը մենակով եմ աշխատացնում։ Ապրես, ես քեզ պարգևատրում եմ։ Այսուհետ քո անունը կմիանա մեր ռեստորանի անվանը՝ Ժիրո Իվան Սեբաստիան։ Կամ կարանք Իվանի ոտի տակը փորենք, քո անունը երկու հատ առաջ բերենք։ Սեբաստիան Ժիրո, չէ, մի հատ։ Ժիրո Սեբաստիան Իվան։ Անկապաներ մի խոսա։ Սա վերցրու։ Ինձ աղունագետ սովես դիմավորում։ Ապրես։ Շիրո, սա պատվերա։ Հա։ Խնդրեմ, բարի ախորժակ։ Ծանոթ չի դեմքը։ Շատ ծանոթ է, բայց որտեղ եմ տեսել չեմ հիշում։ Հիշեցի։ Ձեր դեմքը շատ նման է Վարդով տուն տվողի դեմքին։ Կարող է Վարդով տուն եք տալիս։ Չէ։ Լավ, չէ։ Ձեր դեմքն էլ է ծանոթ։ Լավ։ Կարող է վերջին 40 օրվա ընթացքում ձեր շենքում միայնակ տատիկ կամ պապիկ մահացել։ Կարող է։ Էտա։ Դե որ խնդրեմ, փորներից կհարցնեք այդ տունը վարձով տալիս են թե չէ։ Եթե այո, ապա թող մի հատ թեթևի մեջ ռեմոնտ անեն, պատից խալին հանեն, մեկ էլ մաքրեն, որ այդ վալիրանքի հոտը տնից դուրս գա։ Կլինի։ Սկլինի չխանգարեք, թողեք նագետ սուտենք։ Հա, կլինի։ Համովա։ Կերեք եկա, մերկու հատ կթողեք։ Սեբո, կարող է դու տուն ունես, որ վարձով ես տալիս։ Ունեմ։ Լուրջ ես ասում։ Այո, ուղղակի Մարսելում է։ Մարսելումա։ Չէ, հեռնիա Մարսելը, հենա անգելես կարճախբյուրում տուն ունի, մշեն։ Սուքեի հենդոյի տղեն։ Մենակ կգնանք իրա տունը, Մարսել։ Ժիրո Իվան Պատրաստ ես Միրո, ռեկ եմ տալիս։ Միրո միշտ պատրաստ է։ Գնաց։ Խինկալուց սկսի։ Այժմ փորձարկում ենք խինկալի Ժիրո Իվան ռեստորանից։ Միրո, այդ ո՞նց ես ուտում այդ խինկալին։ Միրո խինկալու մենակ ոչ են ասիրում։ Լավ, այդ խինկալին թող տոլմակ էր։ Չէ Միրո, ես կրինժա։ Պիտի կոմենտ անելով ուտես։ Մեծ խորովածը վերցրու, կծի ասա, որ շատ համով է ու թարմ, հասկացար։ Դու սկսի։ Այժմ փորձարկում ենք խորոված Ժիրո Իվան ռեստորանից անտառի խավիարով։ Շատ համով եմ գիշը, բայց ավելի համով է, երբ որ անտառի խավիարով հա։ Հետո կայս դիվոր կտոս սատախս Միրո, պիտի նենց խոսաս, որ հասկանալի լինի։ Բայց նույնիսկ պետք է բացատրես, որ Միրոին հասկանալի լինի, որ Միրոնը բացատրի մարդկանց հասկանալի լինի։ Չէ Միրո, այս վիդեոն ֆեյլ է։ Ամբողջ սեղանը փչացրիր։ Հիմա պիտի Սեբաստիանին խնդրեմ, այս ամբողջը նորից պատրաստի, որ նոր վիդեո նկարենք։ Այս մի տարբերակը հաստատ կհավանեք։ Կենտրոնում նորակառույց, չբնակեցված, գույքով, տեխնիկայով միասին, ընդամենը $600, որ համոզեմ տանտիրոջը 500-ից էլ կտա։ Իսկ որ տանտիրոջ կնոջը համոզեք, 500-ով չի տա։ Այ Իվան։
Այս Ալվարդը լրիվ աննորմալ է։ Իմ կինը վիզա դնում, հաճախորդներ ա բերում ռեստորան։ Քո կինն էլ հանում է դուրս։ Վիրո, հաճախորդները գիտեն, որ մենք այսօր փակնելու ենք ժամը 7-ին, որովհետև տուրիստական խումբ ա գալու։ Հաճախորդները գիտեն ես, չէ՞։ Իվան, հաճախորդները քո աղբերը չեն, ես եմ քո աղբերը։ Վիրո, հիմա հարմար չի, մարդ կա մոտս։ Ո՞վ։ Կարևոր չի։ Դավիթ, աշաժույթի գործակալ։ Շատ հաճելի է։ Ինձ էլ է հաճելի։ Ոնց թե Դավիթ։ Ոնց թե անշարժ գույքի գործակալ։ Իվան։ Այսինքն դու իմ մեջքի հետևում բրոկեր ես բերում, պապայի համար ուզում ես առաջինը դու տուն վարձես, որ աչքը մտնես։ Իվան, ամոթ քեզ, հազար ամոթ։ Իմ 1000 տարվա աղբերն ես, ես տես բան չէի ֆայմի։ Եթե կուզեք, ձեզ համար էլ կարող ենք տուն գտնել։ Դու ընդհանրապես ձենդ կտրի լրիվ դու ես մեղավոր։ Դու որ չլներ ինքը քեզ չէր կանչի։ Լես որ ես ասապուսեկը հավաքի ու լատեղից տեղից։ Նշվել ես, ես ասես չեմ թողնի։ Իհարկե չես թողնի։ Հենց հիմա այդտեղից հավաքի։ Հետ էլ պակաս թողնեիր։ Իվան տղա, առաջինը ես եմ պապայի համար տուն գտնելու ու մտնեմ աչքը։ Վայ, ջրերը մոռացա։ Ես ինչ սեղանա։ Հիմա պետք է Սեբաստյանին խնդրեմ այս ամբողջը նորից պատրաստի, որ նոր վիդեո նկարենք։ Հա, այս մանեն ասել, որ սեղանը գցեն վիդեոյի համար։ Բա մանեն ո՞ր։ Չնայած մանեն պետք չի։ Մեկը միրոն երկրորդ անգամից միանգամից ջոգում է։ Այժմ կփորձարկենք խորոված Ժիրո Իվան ռեստորանից։ Այնպես համեղ է խոզի մատները, որ սեփական մատները հետը կտես։ Իսկ այժմ մենք մեր ձեռքով կփաթաթենք հայկական ավանդական բրդուճ, որի համար մեզ պետք են լավաշ, եւ այն ամենը, ինչ գտնվում է սեղանի վրա։ Կանաչ լոլի եւ իհարկե պանիր։ Լսյա նորմալ։ Էս ի՞նչ ես անում։ Ես 2 ժամ այս սեղանը գցել եմ, որ դու մի րոպեում սաղ քանդես։ Բայց կներեք տիկին Ալվարդ, ուղղակի ես բլոգ եմ նկարում։ Ես հեսա քո հայտնեց բլոգ կնկարեմ։ Համաշխարհային ռեկ կանգնես։ Ժիրո Իվան ռեստորանից մայրաքաղաքային աղցան, կզգաք անգամ թթու վարունգի նուր համ։ Պիտի, շատ համեղ է, ուղղակի սիսերը մի փոքր հում եմ։ Ես կարող է խմելու բան լինի։ Իհարկե։ Այս ռեստորանում ամեն ինչ համեղ է։ Ահա, հոնի կոմպոտ, գլխապտույտ համ։ Ալվարդ, ինչ է եղել։ Ուրեմն զիբիլի կատուն բարձացել է սեղանի վրա սաղ կերել է։ Հեսա մի ժամից տուրիստները գալու են ու գնա Սլովակիա ասեն, որ հայերը սեղան գցել չգիտեն։ Բոն, դեռ մեկ ժամ ունենք, այնպես որ ես ամեն ինչ նորից կպատրաստեմ։ Բայց մանե, excuse-moi, քո վիդեոյի ուտեստները էլ չեմ հասցնի։ Ինձ թվում է պետք էլ չի։ Այս վիդեոն թոփ է։ Ալվարդ, արի ինձ օգնի։ Վազի։ Միրո։ Ընտիր վիդեոյա։ Ինձ թվում է լիքը վյու կհավաքենք։ Շատ լավ է, բայց
Ասոր միլիոներ չի ուզում ֆուդ բլոգեր դառնա։ Այս բլոգերությունից միշ պատտվում ագելուխս։ Ինչի եք, ինձ առանցին զանգում կանչում, հա? Պապ ջան, ես քո համար մի հատ լավ տուն եմ գտել։ Պապա։ Ես քո համար մի հատ ավելի լավ տուն եմ ճարել։ Պա։ Ուրեմն իմ ճարած տունը գտնվում է ուղիղ բարեկամություն մետրոյի կողքին։ Պապա։ Ուրեմն դու տենց պապա ես, որ պիտի մետրո նստես։ Ես քեզ տուն եմ ճարել, որը գտնվում է ուղիղ կենտրոնում, որ տրանսպորտի խնդիր չունենաս։ Ես քեզ համար երկհարկանի տուն եմ գտել, լողավազանով։ Լնա ինչ է ասում։ Ալ։ Բա որ ձմեռը մտնես լողավազան հիվանդանաս։ Դրա համար ես քեզ մի հատ տուն եմ ճարել, երկհարկանի, շքեղ, տաքացվող լողավազանով։ Հերս։ Ուրեմն ես քեզ համար տուն եմ գտել։ Մի պատուհանը նայում է Արարատին, մյուսը Արագածին։ Պապա։ Դե որ տենց, հա, ես էլ քեզ մի հատ տուն եմ ճարել։ Մի պատուհանը նայում է Արագածին եւ Արարատին, մյուս պատուհանը նայում է Գառնիին եւ Գեղարդին, իսկ բալկոնից որ հոպ, մի քիչ զգվում ես, Սևանալի չդիմաց։ Մի հատ էլ երկուսիդ էլ հանգստացեք։ Ինձ այդպես տուն պետք չի։ Ինձ նես տուն ա պետք, որ ստեղին մոտիկ լինի, որ մեկ-մեկ գամ հետներդ նախաճաշ անեմ, որ շատ բարձր չլինի, կա տենց տուն։ Կա տենց տուն։ Ես գտել եմ։ Հեսա։ Շատ ընտիր տուն ա, դուրս շատ եք ամ։ Հիմա տեսեք ինչ եք անում։ Տաքսի եք պատվիրում, որ գնա Մարալիս բերի։ Հա, մեկ էլ բեռնա փոխադրում, որ Մարալիս իրերը բերի։ Հենց հիմա պատվիրեմ, պապ ջան։ Ոչ, ես կպատվիրեմ, պապ ջան։ Կռիվ մի արեք։ Մեկը թող տաքսին պատվիրի, մյուսն էլ բեռնա փոխադրումը։ Հələ մի րոպե էլի։ Ինչ եք պայմանավորել։ Ոնց եք տեղափոխվում։ Ինչքանը։ 200,000 դրամ։ Պայմանավորվեցինք, ես կվճարեմ։ Մի րոպե։ Ես 220,000 եմ տալիս։ 250,000 եմ տալիս։ 300,000։ 350,000։ 400,000 տալիս եմ։ Առաջի անգամ տենում, որ գին գցելու փոխարեն բարձրացնեն գինը։ Կռիվ մի արեք իմ համար, տղեկ ջան։ Ես արդար հեր եմ։ Իվան ջան, 200,000 դու կտաս, 200,000 էլ դու կտաս, Ժիրո ջան։ Ախպեր ջան, տունդ ինչքան էր, 200,000 էր։ Դե հա։ Դե հա ու ջան, արի վերև կպայմանավորվենք։ Ես այսօրվանից ստեղ գուլյատ եմ անել։